Այդ մարդկանց սրբազան ասելը մեղք է, խորհուրդ եմ տալիս այլ բառեր ընտրել։ Խնդրում եմ տեղից մի խոսեք։ Ձեր ելույթի ժամանակ ես չէի խոսում։ Ազգային ժողովի մեծարգո փոխխոսնակ, հարգելի գործընկերներ եւ շատ սիրելի քաղաքացիներ։ Այսօր այս բարձր ամբիոնից ուզում եմ խոսել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի օրերս կատարած մի խայտարակ հայտարարության մասին, որը մեղմ ասած առաջացրել է քաղաքացիների զայրույթն ու զզվանքը։ Բայց մինչ այդ ուզում եմ հիշեցնել, ինչպես բոլոր հնարավոր առիթների դեպքում եմ հիշեցնում, որ տվյալ անձը չի ընտրվել Գյումրու համայնքապետ, չի ստացել քաղաքացիների ձայների մեծամասնությունը եւ վերջինիս այդ պաշտոնին կարգել է պատիվ ունեմ խմբակցության падգամավոր Մարտուն Գրիգորյանը։ Իսկ հիմա եւս մեկ անգամ հիշենք, թե ինչ է ասում Գյումրու համայնքապետ կարգված Վարդան Ղուկասյանը, նույն ինքը Վարդանիկը։ Չինաստանն ու Ռուսաստանն են միություն կազմում, Հայաստանն իրենից ինչ է ներկայացնում, որ միություն չկազմի։ Եթե դրա համար որևիցե մեկը ինձ վատ բան կասի, ուրեմն ես իրեն կասեմ թրկահապատակ շան տղա, մեջբերման ավարտ։ Սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ եւս մեկ անգամ, որ նման միտք է արտահայտում մի մարդ, ով տարիներ շարունակ այս կամ այն մարդու մոտ հպատակ է աշխատել։ Գործընկերներից մեծամասնությունը այս ամբիոնից հարց հնչեցրեց ընդհանուր ընդդիմությանը, բայց ես ուզում եմ անձամբ Մարտուն Գրիգորյանին հարցնել. արդյոք վերջինս համակարծիք է այն մարդու հնչեցրած մտքերի հետ, որի մասին ես խոսում եմ։ Իմիջիայլոց ուզում եմ ձեզ վստահեցնել, որ այս հարցի պատասխանը ոչ միայն ես եմ ուզում իմանալ Մարտուն Գրիգորյանից, այլ գյումրեցիների մեծամասնությունը, որովհետև ինքն ուղիղ պատասխանատվություն է կրում Վարդան Ղուկասյանի կատարած յուրաքանչյուր հայտարարության, արած յուրաքանչյուր աշխատանքի համար։ Վարդան Ղուկասյանն այդ նույն հարցազրույցում մեկ այլ ոչ պակաս հակապետական միտք է հնչեցնում, Հայաստանն իրենից ինչ է ներկայացնում ասելով. Պարոն Ղուկասյան, դուք ձեր քաղաքական հայրերը շատ կերազեիք, որ Հայաստանն իրենից իրականում բան չներկայացներ։ Ասեմ ավելին, տարիներ շարունակ դուք եւ ձեր քաղաքական հայրերը արել եք ամեն հնարավորը, որպեսզի Հայաստանն իրականում իրենից բան չներկայացնի։ Բայց 2018 թվականից ի վեր մեր երկրում վարվում է բացառապես այնպիսի քաղաքականություն, որը աշխարհում բարձրացնում է Հայաստանի դերն ու նշանակությունը։ Շնորհակալ եմ եւ ամենավերջում ուզում եմ մի ուրախալի լուրով կիսվել մեր քաղաքացիների հետ այսօրվանից Գյումրու Շիրակ օդանավակայանից ուղիղ չվերթներ հաճախ ենք ստանում տեղեկություններ այն մասին, որ ընդդիմությունն ինչպես միշտ եղանակների տաքացմանը զուգահեռ պատրաստվում է կրկին իշխանափոխություն անելու իր անհաջող փորձերին։ Այս ֆոնին ակտիվացել են նաև արտախորհրդարանական որոշ ուժեր, ինչպես նաև քաղաքականացված հոգևորականներ, որոնց մասին ինքը շատ եմ խոսել այս ամբիոնից, որից հետո սպառնալիքների, անեծքների տեղատարապ է սկսել իմ անձի, ընտանիքի, նույնիսկ երեխաներիս հասցեին, բայց միևնույն է, դա ինձ չի լռեցնելու մի պարզ պատճառով։ Ճշմարտության մասին խոսելուց ես չեմ վախենում։ Ու հիմա էլ գիտեմ, որ նույնը կրկնվելու է այս ելույթից հետո, բայց արդեն նշեցի, որ բնավ չեմ անհանգստանում։ Օրեր առաջ Գյումրիում Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնում մի քննարկում էր կազմակերպվել, ինչպես դուրս գալ այս իրավիճակից թեմայով։ Քննարկմանը մասնակցում էր նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանն, ով ի զարմանս ինձ այս անգամ իր խոսույթում համեմատաբար օբյեկտիվ էր արտահայտած որոշ մտքերում, ինչը ծանր են տարել մեր ընդդիմադիր գործընկերները։ Մասնավորապես պատիվ ունեմից Հայկ Մամիջանյանը բավականին կոշտ է արձագանքել Աջապահյանի հնչեցրած այն մտքին, որը վերաբերվում էր իրենց առաջնորդին։ Բայց այդ նույն ընդդիմադիրներից ոչ մեկը չխոսեց այն մասին, որ հոգևորական Աջապահյանն իր խոսքում արդեն որերորդ անգամ խոսում է իշխանափոխության հասնելու 3 տարբերակների մասին, որոնցից մեկն իր պատկերացմամբ ժողովրդական ապստամբությունն է։ Նա իր խոսքում բացառում է, որ մեր երկրում իշխանությունը կարող է փոխվել ընտրությունների միջոցով, մինչդեռ Հայաստանում 2018 թվականից իշխանության գալու եւ գնալու միակ ճանապարհը ժողովրդավարական ընտրություններն են։ Այս փաստը հաշվի չառնելով
Միքայել Աջապահյանը շարունակում է բռնության կոչ անել, ասեմ ավելին, այդ նույն քննարկման ժամանակ վերջինս հպարտորեն նշում է, որ ժամանակին Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին հեղաշրջում անելու առաջարկ է ներկայացրել։ Ինչ է սա նշանակում, սիրելի հայրենակիցներ, վստահ եմ հասկանում եք։ Այսպիսով իմ ունեցած այն հույսերը, որ օրերից մի օր որոշ հոգևորականներ մի կողմ են դնելու իրենց քաղաքական նկրտումները եւ ժողովրդին բացառապես միավորման, համախմբման կոչեր են անելու հանուն Հայաստանի փրկության, այդպես էլ իրականություն չի դառնում։ Ավելին, այդ նույն Աջապահյանն իր այդ նույն ելույթի ժամանակ հայ ժողովրդին հիվանդ անվանեց, միայն նրա համար, որ հայ ժողովուրդն ազատ կամ արտահայտման միջոցով որոշել է, թե որ քաղաքական ուժն է ղեկավարելու մեր երկիրը առաջիկա մի քանի տարիներին, եւ նաեւ նրա համար, որ հայ ժողովուրդն այսօր ամուր կանգնած է ընտրված իշխանության կողքին եւ չի պատրաստվում իր երազած զինված հեղաշրջումն իրականացնել։ Այո, միայն դրա համար հայ ժողովրդին հիվանդ է անվանում Շիրակի թեմի առաջնորդը։ Եվ ելույթիս վերջում ուզում եմ հորդորել պարոն Աջապահյանին, այո, հատուկ եմ նշում պարոն Աջապահյանին, որ հայ ժողովրդի կողմից ընտրված վարչապետի մասին խոսելիս հետ կապված պատմությունները, կրակոցների հետ կապված պատմություններ, Գյումրիում բոլորը գիտեն, թե ինչ հայտնի ընտանիքների հետ է կապվել եւ մինչ այս պահը եւս կապվում է։ Չէի խոսի այս թեմայով, եթե ձեր երեկվա հարցազրույցը չլիներ եւ այս մտքերը դուք չհնչեցնեիք, բայց ստիպված եմ գոնե մի փոքր ակնարկանել եւ հիշեցնել, որ ընդամենը ամիսներ առաջ, եթե չեմ սխալվում, հունիս ամսին, Գյումրիում կրակոցներ տեղի ունեցան, որի մեջ նաև շրջանառվեց ըստ օդում կախված լուրերի, ըստ մամուլի հրապարակումների, նաև ձեր որդու անունը, ով, եթե չեմ սխալվում, նորից ըստ մամուլի հրապարակումների այս պահին գտնվում է հետախուզման մեջ։ Էնպես որ գոնե լռեք եւ մի դաշտ բացեք այն թեմաների համար, որոնց մասին նորից եմ կրկնում, ես չէի խոսի, եթե երեկվա ձեր լուրջ դեմքով եւ մտահոգ հայացքով այդ հարցազրույցը չլիներ։ Ինչ եք ասում դուք երեք եւ օրեր շարունակ։ Նախ նորից ուզում եմ հիշենք, թե Վարդան Ղուկասյանի հետ կապված, ենթադրյալ կաշառակեր Վարդան Ղուկասյանի հետ կապված այդ միջադեպից հետո ինչ հայտարարությամբ հանդես եկաք ձեր սոցիալական էջում, մոտավորապես նորից հիշեցնեմ բովանդակությունը հետեւյալն էր։ Ես ձեզ ասում էի, չէ՞, որ Վարդանիկին առաջին պլան բերել պետք չէր։ Բայց մինչ այս պահը նորից ես շարունակում եմ չհասկանալ, թե ում էր ուղղված այդ ձեր հռետորական հարցը, այսպես ասած, եթե դուք բերեցիք առաջին պլան։ Երեք արդարանում էիք, ասում էիք, ես չունեի տարբերակ։ Ուժերից մեկը գիշերը գնաց Վարդան Ղուկասյանի մոտ, մյուսը առավոտ։ Դուք գնայիք գիշերը, պարոն Գրիգորյան։ Ընտրությունների գիշերը վեր կենայիք եւ գնայիք Վարդան Ղուկասյանի մոտ եւ ասում եք գուշակել էի, կանխազգում էի, որ ելքը սա է լինելու, բա պնդեիք, թրծված քաղաքական գործի չեք։ Ես էլ շարունակաբար նայում եմ աջ կողմում, բայց ուզում եմ մեր հեռուստադիտողներին, հայրենակիցներին նշել, որ Մարտուն Գրիգորյանը ինչպես միշտ բացակա է դալիճից։ Ես ուղղակի նայում եմ իր աթոռին։ Ասում եք, ես արեցի իմ քայլը, նման միտք եք երեք հնչեցրել լրագրողների հետ զրույցում։ Այո, մենք արդեն 6 ամիս շարունակ, մասնավորապես ես, ասում եմ, որ դուք արել եք ձեր քայլը եւ ձեր այդ քայլով այսօր Գյումրին լրջագույն խնդրի առաջ եք